Բարև ձեզ, մենք ուղիղ եթերում ենք, մեզ կարող եք հետևել Հայելի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով։ Իմ հյուրն է Դեմոկրատական կուսակցության նախագահ, միասին շարժման հիմնադիր Արամ Գասպարի Սարգսյանը։ Բարև ձեզ, պարոն Սարգսյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Եվ այսպես երեկ ուշ ժամին կես գիշերին Զվարթնոց օդանավակայանի մոտ հավաքված հարյուրավոր քաղաքացիներ ծափերով եւ վեհապար վանկարկումներով դիմավորեցին Հայաստան վերադարձած Գարեգին II-ին, այս կերպ իրենց աջակցությունը հայտնելով վեհապարին եւ եկեղեցուն։ Ամուր մնացեք ձեր հավատքի եւ առ եկեղեցին ունեցած Մարիամ նկարը առ եկեղեցին ունեցած ձեր սիրո հավատքի մեջ։ Վեհապար հայրապետն իր գնահատանքը հայտնեց հավատավոր ժողովրդին։ Հայրապետի կողմից հնչեցրած արտահայտությունները համընդհանուր վրդովմունք են առաջ բերել մեր ժողովրդի զավակների մոտ։ Հավատում ենք, որ Աստծո ողորմածությամբ եւ օգնությամբ ձեզ հետ միասին խոհեմորեն առանց ավելորդ հուզականության, ընդվզումների պիտի կարողանանք հաղթահարել այս դժվարությունը։ Ամենայն հայոց կաթողիկոսի պատգամը տեղում։ Հավատում ենք ինքը պիտի արդեն շարժվեր դեպի մայր տաճար, բայց հարկ համարեց քայլել ժողովրդի մեջ եւ իր պատգամը հնչեցնել։ Հավատում ենք, որ հաղթելու ենք բոլոր դժվարությունները, կերտելու ենք մեր զավակների վաղվա պայծառ օրը, Աստված պահապան մեր ժողովրդին այսօր եւ հավիտյանս վեհապար հայրապետի խոսքը։ Վարչապետի խոսքերը եկեղեցու մասին վրդովմունք են առաջ բերել, կհաղթահարենք նաեւ սա վեհապար հայրապետի խոսքից մեջբերում։ Այնտեղ էին նաև բազմաթիվ քաղաքական հասարակական գործիչներ, դիմավորում էր նաև դիվանապետը եւ դիվանապետին էլ հարցրեցին արդյոք կան մարդիկ եկեղեցու ներսում, որ դեմ են վեհապարին, ինչ ասաց Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, եկեղեցու ներսում չկան բարձրաստիճան սրբազաններ, որոնք վեհապարին դեմ են։ Զվարթնոց օդանավակայանում, որտեղ բազմաթիվ քաղաքացիներ են հավաքվել դիմավորելու եւ աջակցություն հայտնելու վեհապար հայրապետին լրագրողներին, ասել է Մայր Աթոր Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը։ Մենք գիտենք, որ արդեն բացահայտ արշավ է սկսել հայ առաքելական եկեղեցու դեմ, ավելի կոնկրետ հայ ժողովրդի դեմ։ Այո, եւ հայ եկեղեցու եւ հայ ժողովրդի դեմ։ Դա եւ հայ հետևորդներ, հայրենակիցներ, սա ուղղակի բան է, որ իբրև թե կոնկրետ ուղղված է ըստ իրեն վեհապարի դեմ է ուղղված, այսպես անձնավորել է, չկա այդպիսի բան։ Մենք բոլորս պիտի գիտակցենք, որ սա հայ եկեղեցին հիմնահատակ, այսպես ասած, քարուքանդ անելու իր կոնկրետ բանը պլանն է փորձում իրականացնել եւ այդ առաքելություն բառը ճիշտ չի տեղում, այդ դա իր վրա է վերցրել Նիկոլա Էրդողանի եւ Ալիևի հրահանգով բազմիցս խոսել ենք դրա մասին, որ շատ կոնկրետ Փաշազադեի խոսքից հետո այս ամենը տեղի ունեցավ եւ հատկապես իդեպ առաջիններից մեկը հենց պարոն Սարգսյանն էր, որ զանգահարեց, ասեց շատ կարեւոր բան է տեղի ունեցել, մենք պիտի բարձրաձայնենք, խոսենք սրա մասին, խոսքը Շվեյցարիայում տեղի ունեցա, այո, այդ հավաքի մասին էր, իդեպ նկատեցիք, որ արձագանքն էլ անմիջապես եղավ, ընդամենը 2-3 օր հետո Միացյալ Նահանգների հոգևոր խորհուրդը եւս հայտարարությամբ հանդես եկավ, դատապարտելով Ադրբեջանի, որ մշակութային եւ հոգևոր ժառանգությունը ոչնչացում է, ես 2 օր է արդեն ցուցադրում եմ մեր մշակութային ժառանգությունը եւ արդեն կան եկեղեցիներ, որ հիմնահատակ ոչնչացել են։ Իդեպ սա էլ անհարմար չի ասել եւ պետք է նշել, որ Դադիվանքի եւ Գանձասարի հետ կապված հիշում եք պարոն Սարգսյան, Ռուսաստանի Դաշնության նախագահը ասեց, դա իմ անձնական հովանավորության տակ է, այսինքն մենք հիմա բաներ կա, որ դեռ պահպանվում է, եկեք չասենք, որովհետեւ դեռ ինչ որ մի բան կանգնեցնում է Ալիևի Ամարասը, Գանձասարը, Դադիվանքը։ Այո, բայց բաներ կա, որ արդեն հիմնահատակ, արդեն Բերձորում 2 եկեղեցի այսպես հիմնահատակ արդեն ավիրել եւ ոչնչացրել։ Այսինքն սա այդ նույն ծրագիրն է եւ իսկապես Բերձորինը հազար ներողություն Զորի Բալայանի նախաձեռնությամբ եղավ եւ բայց Զորի Բալայանը իրենց ամենամեծագույն թշնամին են համարում։ Առաջին հերթին հենց Բերձորի եկեղեցին ավիրեցին։
Սա որևէ մեկը թող չմտածի, սա պայքար է միայն հայ առաքելական եկեղեցու դեմ կամ վեհապար տիրոջ դեմ, ոչ, սա պայքար է հայ ժողովրդի, սա արշավ է, ավելի ճիշտ, արշավ է հայ ժողովրդի դեմ։ Այսպիսին է իրավիճակը, երեք ես գիտեմ, ոչ գիտեմ, այդ ինֆորմացիան տարածվեց, որ փորձել են կապ հաստատել եւ ասել են վեհարանից, որ պետք չէ դիմավորել, բայց Ես կարծում եմ, որ հավատացյալ ժողովուրդը ճիշտ է արել եւ գնացել է դիմավորել։ Կազմակերպված գնաց եւ դիմավորեց, անգամ պատրաստ էին ուղեկցել, բայց այնպիսի խցանումներ է եղել, սա ուղղակի փոքր ազդակ էր այս ազգակործան տականքին, որ տես թե ինչպիսի դիմադրության կարժանանաս, եթե համարձակվես գնալ մեր սրբությունների դեմ, այսինքն մեր դեմ հայ ժողովրդի դեմ։ Խնդրեմ։ Մենք հիմա եկեք հստակ ասենք, որ գործ ունենք ուրացող եւ ողակալ մարդու։ Նա ուրացող եւ ողակալ անձնավորություն է։ Եթե նրան կարելի է ընդհանրապես անձնավորություն անել, որովհետեւ տեսեք ինչ եղավ։ Ես հերուն չեմ ուզում գնամ, բոլորը թող հիշեն, թե 7 տարվա ընթացքում քանի անգամ սուտ ասելով շեղեց մարդկանց ուշադրությունը, տարավես կողմ, տարամեն կողմ, որպեսզի նրանք գնան քննարկեն ինչ որ իր абսուրդային եւ այս ուղակի կործանարար գաղափարները եւ հիմա էլ ուրեմն եկավ հասավ դեպի եկեղեցի։ Տեսեք, Ալիևի եւ Էրդողանի կոկորտում մեծ ոսկոր առաջացավ, երբ որ իրենք լսեցին, որ Բեռնում եղել է այդպիսի համաժողով։ Այդ համաժողովը, տեսեք, ամբողջովին ոնց որ լրացրել էին եւ միջազգային հանրությունը չերել անդրադառնում, թե ինչ է կատարվում Արցախում հայաթափումից հետո։ Եվ հանգարց վեհապարի նախաձեռնությամբ, վեհապարի առաջարկությամբ համաշխարհային եկեղեցիների խորհուրդը անընդհատ պետք է պնդել 300 եկեղեցի ներկայացնող անձերը հավաքվեցին Բեռնում եւ նաեւ բողոքական եկեղեցին Շվեյցարիայի ինչ ասացին, որ պետք է պատմական եւ հոգեվոր մշակույթի հուշարձանները պահպանվեն եւ վեհապարը այնտեղ ներկայացրեց ամբողջ պատկերը ինչ է կատարվում։ Այդ նույն ոսկորի մի հատվածն էլ մնաց Նիկոլի ուրեմն կոկորտում, որովհետև ինքը խոստացել էր, որ այլևս Արցախ չկա, գերիներ չկան, մեզ համար ոչ ոք չկա, վերադարձ չկա, եւ տիկնոջ հայտարարությունը հետում եք, չէ, հետում եք ուզում հետ վերադարձնեք, հետում եք ուզում, այսինքն չզսպեցիր, հա, քեզ որ գոնե չբացահայտես հակահայկական քո էությունը։ Այսինքն, երբ որ մենք հայրենիքի, դե իհարկե իրանք այդպես տիկնոջտակը ամեն ինչ ասում եք չտիկին 10 ամիս մատը մատին չտվեց, որպեսզի ուրեմն բլոկադայի ժամանակ ժողովուրդը այնտեղ սովի էր մատնված, որպեսզի փրկի հայրենակիցներին։ Հիմա էլ այնտեղից գոռում են մի քանի հետ իրանց ծախում մարդիկ, որ բնայիք, կռվեիք, զոհվեիք։ Այսինքն ոնց։ Այսինքն դուք որևէ քայլ չանեիք, որպեսզի մեր հայրենակիցներին, այդ նույնը կարող է լինի Սյունիքի հետ։ Դիմացեք մի տարի շրջափակման մեջ։ Դիմացեք, այո։ Դե հարցակումներին դիմացեք, չդիմացրեցին, բայց 200 զոհը, 300 զոհը այդ ոնց եղավ։ Բացի դրանից, բայց ինչքան ադրբեջանցին երբ թևաթափեց, երբ որ այս տականքը հայտարարեց, ասեց, բան չենք աջակցելու։ Մենք գործ չունենք, երբ թևաթափարեց։ Բա ինչ անել 100,000 մարդը պիտի բան, միչև վերջ դե դրա համար է կատաղած էլի, որ միչև վերջ չեն կոտորել։ Իհարկե, եւ ես ասում եմ, եւ հիմա էլ արդեն ողջ է իր մեջ խոսում, որովհետեւ եթե այդպես է 7 տարի առաջ գիտեիր եկեղեցու հետ կապված որևէ խնդիր, պատկերացնենք, որ դու գիտեիր։ Եկեղեցին իր ես ոչ մի բան։ Ես այո, ինքը եկեղեցու հետ ոչ մի կապ չպիտի ունենա, ինչպես բոլորը, եթե նրանք ուզում են խառնվել ներքին գործերին եկեղեցու։ Հետո լսեցիք Սրբազան Հաճապյանն ասեց, այ տգե տխմար, դու չգիտես, որ ասում եք այնտեղ ժողովրդի ընտրած, նախ այնտեղ բան կա, աշխարհիկ մարդիկ կան այդ որ մասնակցում են այդ ընտրություններին։ Դա իրենց կանոնակարգն է։ Դու որոշես դա գնաս ու խառնվես այդ հազարամյակներին ձևավորված կանոնակարգ է, որով շարժվում է հայ առաքելական եկեղեցին։ Եվ հայ առաքելական եկեղեցին այո իրավունք ունի եւ պարտավոր է իր հոտը առաջնորդել միանշանակ, երբ որ տեսնում է, որ նա վտանգված է։ Երբ որ տեսնում է, որ Հայաստանի Հանրապետությունը, պետությունը որպես վտանգված է, այո, նա պարտավոր է դրանով մտահոգվել եւ գործողություններ կազմակերպել։ Այստեղ որևէ ուրիշ ձև չի կարող։ Այ եթե չանի, մենք իրենց մեղադրելու ենք, որովհետեւ
միակ ինստիտուտն է մնացել։ Այո։ Միակ ազգային ինստիտուտ, որը կոչվում է Հայ առաքելական եկեղեցի, որը պետք է պարտավոր է այդ բոլոր քայլերը անի։ Չարեց նախկին նախագահը, որի իրավունքն էր դա, որպես սահմանադրության պահապան եւ պետության գլուխ, հիմա մնացել է մեր հայ առաքելական եկեղեցին։ Սա ուզում է դա էլ վերացնի, ոչնչացնի, որպեսզի այլևս որևէ մեկը չկարողանա կանգնի ժողովրդի, ուրեմն որպես առաջնորդ եւ իր հետևից տանի, բայց դա բացառվում է հայ ժողովուրդը այդպիսի գործողությունների չի գնալու, չի հանդուրժելու ուղղակի։ Սրիկատականքների գտնել, խառնակցություններ անել։ Սրիկաներ միշտ եղել են, իհարկե, սրիկաները միշտ կան եւ հիմա ես ի դեպ ասած, էլ Նիկոլից ես չեմ էլ զարմանում, Նիկոլը արդեն հասկանալ է, ինքը եզակի է, ինքը միակն է, էլ իր նմանը չկա։ Բայց այն կողքինները, ասենք այդ նույն կառավարության անդամներ կոչվածները, չէ, շատ կարևոր բան ախր, նրանք կառավարության անդամ են իբր թե։ Մեհեր Գրիգորյան, Տիգրան Խաչատրյան, չգիտեմ, այլ ազգանուններն էլ չգիտեմ։ Բա այդ ո՞նց է դուք հանդուրժում եք այս ամեն ինչը հանուն ձեր պաշտոնը պահելու համար, թե դուք եք այդ նույն վարակը կրողը։ Վարակ կրող է։ Գրվելու, սևով գրվելու է այդ նույն Մեհեր Գրիգորյանը, այդ հող ծախող երկիր հանձնող տականքների։ Բոլոր նրանք, ովքեր այդ եւ ես ուզում եմ զգուշացնեմ, ես այս բաները չեմ ասում երբևիցե, բայց հիմա ես ես ուզում եմ զգուշացնեմ։ Դուք շատ խիստ ձևով եք պատժվելու կյանքում։ Դուք շատ խիստ պատժվելու եք։ Այդպես է եղել ամբողջ պատմության մեջ։ Չի եղել անարդարությունը, որպեսզի հաղթի մինչև վերջ։ Չի եղել։ Միևնույն է դուք դրա առջև կանգնելու եք։ Ինչ էլ փորձեք բացատրել, արդարացնել, բա մենք էլ իրան գոնե որպեսզի իր սխալները ուղղենք, կարող է այդպես էլ։ Ես կուսակցության փոխնախագահ ունեի, որը ասում էր ՀՀՇ-ի տարիներին, ասում էր հենց որ այդ ՀՀՇ-ն կորցնի իր իշխանությունը, բոլորը վազելու են ժեկից սպրավկա բերել, որ իրանք ՀՀՇ-ի հետ գործ չեն ունեցել։ Հիմա սրանք են ելնելու։ Վաղը մյուսները պետք է գնան բան անեն, ինդուլգենցիա վերցնեն, որի պրտե իրանք ոչ մի կապ չեն ունեցել Նիկոլի հետ։ Չի ստացվի։ Հիմա Եվս մի նախազգուշացում, այն բոլոր աղանդավորներին եւ աղանդավորների ղեկավար կոչվածներին հանգարց չփորձեք այստեղ որևէ մի քայլ անել մեր ժողովրդի դեմ։ Եթե մինչև հիմա ձեզ լադեր հանդուրժում են, հավատացնում եմ ձեզ, վաղը մյուս օրը չենք հանդուրժելու, չենք թույլ տալու, որ դուք լինեք այսպիսի պիղծ ձևով ուրեմն ամեն ինչը փորձեք աղավաղել մեր եւ պատմությունը եւ իրողությունը եւ ընդհանրապես մարդու հոգին աղավաղել։ Այդ դա հիշեք ու լավ հիշեք, ականջների տող արեք, լուրջ եմ ասում։ Ես հենց այնպես որևէ խոսք չեմ ասում։ Իսկ այդ մի օրինակ պետք է բերեմ ամեն դեպքում հանուն իշխանության, հա, մարդիկ կան, որոնք տենչ է, այդ իշխանություն, աթոռ 1991 թվականի ապրիլի 17-ին, չասեմ անունները, այն ժամանակվա ուրեմն հանրապետության ղեկավարը հրահանգ, այսինքն հրամանագիր տվեց ամբողջ կուսակցության սեփականությունը ազգայնացնելու վերաբերյալ։ Անօրինական, որովհետև ամեն դեպքում կուսակցության բոլոր միջոցներով էին շատ բաները կառուցված եւ այլն։ 23-ին, ապրիլի 23-ին, ինձ մոտ եկավ, որպես կենտրոնական քարտուղար, եկավ ուրեմն բանակի հրամանատարի տեղակալը, Մարշալ Յազովի հրամանով։ Ինքը ասում էր, որ պետք է վերցնել ապահովության տակ բոլոր կուսակցության ուրեմն սեփականությունը։ Դե պատկերացրեք, ամբողջ հանրապետությունով մենք կային շրջկոմներ, շրջխորհուրդներ եւ այլն, ամեն ինչ։ Եվ պահանջում էր, որպեսզի ես տամ իմ համաձայնությունը։ Ես փորձեցի այն ժամանակվա ղեկավարների հետ, ես հատուկ սա առաջին անգամ ասում եմ, որ ասեմ, թե լսեք, չի կարելի, եկեք որևէ մի կոմպրոմիսի գնանք, որպեսզի արյունահեղություն չլինի, որպեսզի չլինի այսպիսի բան։ Բոլորը հրաժարվեցին միջամտել։ Ես իհարկե հրաժարվեցի տալ իմ համաձայնությունը, որտեղ մարշալը ինձնից միայն համաձայնություն էր ուզում, որ ես պիտի ստորագրեի դրա տակ։ Չնայած կուսակցությունում էլ կային մարդիկ, որոնք որ գայթակղված էին, պատկերացրեք, չէ՞ ինչ կլիներ, իշխանությունը վերադառնում էր, ես դառնում էի նորից առաջի դեմք, այսպես ասած, եւ այլ, որովհետեւ եթե այդպես լիներ, ուրեմն նրանց պետք է հրաժարվեին ու հեռանային իշխանությունից։
Եվ ինչ ոնց եք պատկերացնում արժեր է աթոռը նրան որպեսզի մեր ժողովրդի մեր մարդկանց որևէ մեկի քթից արյուն գար կամ ընդհանրապես արյունահեղություն լեր։ Հիմա ես ասում եմ սա ինչի համար։ Նիկոլ, լավ մտածիր։ Այս բոլորը ինչ որ դու փորձում ես անես, որ բերես քաղաքացիական բախումների, քթիցդ գալու է։ Ես ասում եմ իմ ապրած կյանքի նաև փորձից, իմաստությունից, ամեն ինչից։ Այո, չես մարսի, որովհետև արդեն խոսքը գնում է նամասին, եթե դու մի հատվածը ժողովրդի մի հատվածը դուրս բերես մյուս հատվածի դեմ, իսկ դա շատ հնարավոր է, որովհետև դու դեռ ունես հատկապես իրավապահ մարմիններում։ Ես ուզում եմ նաև իրավապահ մարմինների այդ մարդկանց ասեմ, աշխատավարձով գայթակղվել եք փողով, մոռացեք դրա մասին, վաղը մյուս օրը նույնպես ծառայելու եք պետությանը, նույն ձևով մեր ժամանակ էլ էին ասում, ձեր ժամանակ այո, ծառայելու ենք, եթե դուք եք լինել իշխանություն, իշխանությունը փոխվելու է, դուք նորից ծառայելու եք, մի մոռացեք դրա մասին, դուք պետության պահապանն եք, ոչ թե Նիկոլի։ Հերիկա բարադի ձևով նստեք այդ այգիներում, ինչա որ հանգարց Նիկոլը ստեղից ընդեղ գնա, որ դուք ընդեղ նրան ես ապշում եմ ուղակի։ Դուք ամեն օր տեսնեք, թե ինչ է կատարում այդ կառավարության շենքի շրջակայքում։ Հարյուրավոր վախեցած հեծանիվով ոտքով աշխատանքի գնացողից տեսեք, հիշում եք։ Այո։ Եվ էջմիածիներ գնում իմիջիալոց, մենք հակահարցակի տեսանք, մի 30 հոգով ուրեմն հեծանիվ էր քշում, ամբողջ այդ ուրեմն տարածքը էլի նորից լի էր ոստիկաններով, նրանց մեքենաներով եւ այլն։ Շարասյունն էլ ինչի անում հայտնի է, չէ՞։ Այդ իր հերթին։ Այսինքն, այս ամբողջի ֆոնի վրա ես ուղղակի ուզում ասեմ հետեւյալը, տեսեք ինչ է ստացվում։ Ադրբեջան առաջին հերթին ինքն է ողջորվել, բայց մեր փոխարեն, մեր պետության, մեր իշխանության փոխարեն մեզ հիմա պաշտպան են կանգնում Իրանի Իսլամական Հանրապետությունը, ոչ մի պատահականություն չկա։ Հասկացեք, ով որ մի քիչ հասկանում է ինչ է նշանակում դիվանագիտությունն ու քաղաքականությունը։ Երեք Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդի օգնականը հատուկ հայտարարություն է անում, որ մեր ջանքերով, իրենց ջանքերով Զանգեզուրի Միչանսկի գաղափարը այլևս գոյություն չունի։ Սա խոսում են դրա մասին, որ Իրանը ասեց չի լինելու, դուք չեք կարողանալու Սյունիք մտնեք, մենք թույլ չենք տալու եւ հզոր բանակը այնտեղ կանգնած է։ Եվ նաեւ Ռուսաստանի Դաշնության դերը կա, չլինեին եւ նաեւ Մեդինսկի բացելու լավ դա ասեք Մեդինսկի հայտարարությունը նույնպես ոչ մեկի մտքով թող չանցնի այդպիսի մարդիկ հենց այնպես որևէ խոսք չեն ասում։ Պատահական չէր որ Ադրբեջանը մի անգամից դրան արձագանքեց, որ մենք չենք ուզում ունենալ վիճարկելի տարածք, որը Ղարաբաղ է դառնում, մեծ Ղարաբաղ։ Այսինքն հասկանալի է, չէ՞ ինչ է ասում մարդը։ Այսինքն ասում է, որ չի փակվել այդ հարցը։ Ղարաբաղի հարցը փակված չի։ Արցախի հարցը փակված չի եւ Արցախի վերադարձը մեր ժողովրդի դեռ լինելու է։ Եվ մենք հիմա օրինակ մեր շարժումը, միասին շարժումը զբաղված է ստորագրահավաքով։ Մենք արդեն մեծ քանակությամբ ստորագրահավաք ենք կազմակերպել, որով դիմելու ենք ԵՀԿ-ին, ասել եմ մի անգամ, հիմա էլ եմ կրկնում։ ԵՀԿ-ին, որովհետև նրա մանդատը Արցախյան հիմնահարցի կարգավորման վերաբերյալ չեղարկված չի։ Այսինքն մենք ԵՀԿ եւ սա էլի նորից, որպեսզի սրանք իրավունք չունենան դիմելու, թե Մինսկի խումբը վերացրեք։ ԵՀԿ-ն ունի մանդատ, նա պարտավոր է շարունակել այդ միջնորդությունը եւ դրան դիմելու են Արցախահայությունը, իսկ մենք բոլորս Հայաստանի այսպես կառույցներ, անհատներ սատար ենք կանգնելու այդ ամբողջ գործողությանը, որովհետեւ 100,000 մարդ, 120,000 մարդ իրավունք ունի վերադառնալու իր բնորանը եւ այդ պարագայում մենք պետք է ունենանք երաշխիքներ։ Մենք երկու հարց ենք դրել այդ նամակի մեջ, որ առաջինը արդեն իսկ ինքնորոշված հայությունը պետք է իրավունքը ունենա շարունակելու իր ինքնորոշման իրավունքի իրականացումը, դա միջազգային իրավունքի նորմն է եւ կանոնակարգով ՄԱԿ-ի նույնպես որպես սկզբունք եւ որպես ուրեմն իրավունք։ Հիմա եւ երկրորդ հարցը, որ միջազգային երաշխիքներով պետք է ապահովված լինի մեր հայության վերադարձը դեպի Արցախ։
Այս երկու հարցի շուրջ մենք ոչ պատերազմ ենք հայտարարում, ոչ մենք ինչ որ այլ գործողություն ենք պահանջում, մենք ընդհանրապես ասում ենք դուք ստացել եք այդ մանդատը, բարի եղեք, շարունակեք։ Դուք հո տերորիստների հետ չէիք հարցեր քննարկում Ստեփանակերտում։ Երբ որ գնում էիք համանախագահները, երբ որ գնում էին Ստեփանակերտ, հանդիպում էին Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյան, բոլոր նախագահների հետ եւ այլն։ Նրանք ինչ է, ձեզ համար տերորիստ է, ինչ է։ Դուք եք նրանց հետ բանակցում, նրանց հետ համաձայնեցնում բոլոր այդ բաները։ Եվ երբ որ ասում են, որ իբր թե Ղարաբաղը դուրս է եղել բանակցություններից, ոչ, դուրս չի եղել երբևիցե։ Այդ հիմարությունները, որ դուրս են տալիս, որովհետև դուրս են եկել ում հետ էին գնում։ Այո, այդ եմ ասում։ Այսինքն, եթե նա Ադրբեջան ասում էր, ես նրանց հետ մի սեղանի շուրջ չեմ նստի, շատ լավ ասում էին համանախագահները, չես նստի, չես նստում, բայց մենք պարտավոր ենք նրանց հետ համաձայնեցնենք բոլոր մեր ասածները, մեր սկզբունքները։ Ես զարմանում եմ, որ կան մարդիկ, որոնք որ արել են այդ ամբողջը, եսի նկատում եմ այդ գործողությունները, հիմա լուռ են մնացել։ Չի եղել որևէ մի առաջարկ, չի եղել այն մի քանի այն թմբլիկները, որ իբր թե խոսում էին, որ ընդհանուր պետություն է քննարկել, ես այն ո՞նց է դրա անունն։ Արման Բաբաջանի։ Չէ, իրանց ԿՊ-ից ազգային ժողով։ Հա, Ալեքսանյան։ Երևի, հա։ Այսինքն Նա ինչ հասկանում։ Դե, հա, բայց դե շարունակում են իրենց բերնին չեկան ոչ մեկը, որ ասեն, լսեք, չի քննարկվել, կրկնում եմ, ես եմ եղել այդ պաշտոնյան, որպես նախագահի խորհրդական, որի պարզ է նախագահի համաձայնությամբ հայտարարել եմ, որ այդ ձեր առաջարկությունը կարելի է ընդունել բանակցությունների որպես հիմք եւ տեսնել, թե ինչ կարելի է բանակցել։ Ընդամենը մյուս օրը Ադրբեջանը Բաքուից ասեցին մենք դեմ ենք։ Всё, վերջացավ։ Պրոցես չի եղել։ Եվ եթե մենք համաձայնություն տայինք, որ ընդհանուր պետություն է, այնտեղ գաղափարը կոնֆեդերատիվ պետությունն էր, որ Արցախը լինում է նույն պետությունը, ոնց որ Շվեյցարիայի այդ մոդելն է։ Բայց մենք անգամ դա չենք քննարկել։ Հիմա դուք ուզում եք դրանով ձեզ արդարացնեք, չի ստացվի, դուք արել եք ամենամեծ հանցանքը, հանցագործությունն եք կատարել։ Դուք թողել եք հայության մի հատվածը անտեր եք թողել։ Դուք թողել եք, որպեսզի ադրբեջանցու Յաթաղանի տակ ընկնեն են մերթիկ։ Այս է կարել եւ հայաթափումը այդ է, ցեղասպանական գործողություն եք թույլ տվել։ Սա ցեղասպանական գործողություն էր ինչ որ եղավ, ուրեմն 23 թվականին Արցախի ժողովրդի հետ։ Պարոն Սարգսյան, ձեզ համար հասկանալի է, որ տեսեք այսպիսի այլանդակարշավ է սկսել հայ առաքելական եկեղեցի եւ հայ ժողովրդի դեմ, այդտեղ հանել էին, չգիտեմ, ես իմ քանի 100 մարդ միայն եկեղեցու կողմից պարգևներ, շքանշաններ եւ այլն, խորհրդի անդամներ, քար լռություն է մտավորականների կողմից։ Երեք Դավիթ Գասպարյանին էին լրագրողները փորձել զանգահարել, տենց կծկտուր, վախվորած, ինչ է տեղի ունենում։ Գիտեք ինչ է տեղի ունենում։ Երբ որ ասում են խորհրդային միության տարիների ժամանակ, ես լինորից ուզում եմ շեշտեմ դա։ Տեսեք, ազգային գրականություն, ազգային երաժշտություն, իրականում ազգային նկարչ, ուրեմն արվեստ, ամբողջովին, թատրոն, այդ ամբողջը ծաղկել է այդ թվերին, հատկապես 60-ական, 70-ական թվականներին, այո, ամեն ինչ, բոլորը, գիտություն, և պարզվեց, որ 88 թվականին, այդ ձեր ասած տոտալիտար ռեժիմի ժամանակ, 88 թվականին հայ ժողովուրդը ամբողջ այդ էլիտայով, իր ընտրանիով դուրս եկավ փողոց։ Դուրս եկավ, կրկնում եմ, 26-ին փետրվարի ես մասնակից եմ այդ ամիսը, այո, 700,000 մարդ էր դուրս եկել Երևանի փողոցները։ 700,000 մարդ։ Եվ այդ ընթացքում ամբողջական միաբանություն էր։ Այն ժամանակ անգամ պատկերացրեք, որ ղեկավարությունը չէր կարողանում մարդկանց հետ, որ սովոր չէին մեր մեջ ասած պարզ խոսել մարդկանց հետ։ Էլի նորից ներդաշնակություն կար։ Ես մասնակից եմ եղել, երբ որ քաղաք բյուրոյի ներկայացուցիչները եկան եւ Կարեն Դեմիրճյանը մեզ հրավիրեց այդ հանդիպմանը եւ ինչպիսի այնտեղ հակահարված տրվեց այդ մարդկանց, մեկն էլ ես եմ եղել հարց տվել եւ դրանից հետո Լուկյանով ինձ հետ ընդհանրապես ուրեմն ոչ մի հարաբերություն չի ունեցել, բայց խոսքը նրա մասին է, որ մենք այն ժամանակ միասնական էինք։
Այդ ոնց եղավ, որ այս 30 տարվա, 35 տարվա անկախության տարիներին ազգը այսպիսի ձևով պառակտվեց։ Մի հատ մտածեք այդ ուղղությամբ։ Ինչ եղավ, որ ամբողջը մոռացան, փողը դարձավ ամենագրավիչ եւ չգիտեմ, թանկ իրենց համար իդեալը։ Ինչ եղավ։ Ինչու։ Փողով չեք գնալու, եղբայր։ Դրա համար այս հարցում ես համոզված ես ասում եմ, այն ինչ որ եղել է այս 35 տարվա ընթացքում, հա, պետք է վերանայել։ Ես ոչ մեկին հիմա չեմ պատրաստվում դատապարտել եւ այլն։ Մանսուրյան բոլոր այն ժամանակներից են գալի, ճիշտ է։ Այդ ամբողջը գալիս է նրանից, այն ժամանակ են ծնվել, այն ժամանակ են մեծացել, այն ժամանակ այդպիսին են եղել։ Հիմա չգիտեմ ինչու։ Ես հիմա իրոք իմ ընկերներն են եղել իմիջալոց։ Պարզ ասում եմ ձեզ։ Այն երկուսի անունը որ տվեցիք, չէ՞ որ այս ինչ արշավ է։ Եվ ոչ միայն նրանք, շատ-շատերը։ Այսօր ասում են շատ-շատը չունենք էլի, ուրեմն այդ իլյուզիա ասում են մի անգամ ակադեմիայի հետ կապված անունը չտամ, պետք չի։ Ասում են լավ, ո՞նց եք դուք լռում։ Ասում են մենք թելի վրա կախված ենք, կարող է մեզ շենքը վերցնեն, էս անեն։ Լսեք, բա պայքարը ո՞նց է լինում։ Բա ակադեմիկոսը ո՞նց կարող է այդպիսի ամեն ինչի հետ բանալ։ Վերցրեցին Արցախում 385 էս էլ են վերցնելու։ 60 վանք, 10000 հուշարձան, 20000 խաչքար, այս բանը 20000 դպրոց։ Այսինքն եթե դուք մի անգամ վախ եք ապրել ինչ որ մի բանից, ուրեմն կնշանակի դուք այդ վախով էլ գնալու եք։ Չի լինում այլ կերպ։ Կամ դուք իսկապես քաղաքացի եք, կամ դուք քաղաքացի չեք։ Ուզում եք ակադեմիկ եղեք, ուզում եք ժողովրդական արտիստ եղեք, ինչ ուզում եք եղեք։ Որովհետև հարցը հիմա դրված է բոլորի վերաբերյալ։ Ոչ ոք չի կարողանալու փրկվի, եթե այս ամբողջ արհավիր կգա ու անցնի մեզ վրայով։ Չի կարողանալու։ Հա, շատերը կան ասում են, երբ որ թուրքը ստեղ գա, ես ստեղ չեմ լինի։ Այսինքն ինքը կորցրել է ամբողջ իր ազգային ինքնությունը։ Այո, որովհետև 90-ականներից սկսած մենք մեր այդ սերունդին, որոշակի սերունդին հանձնեցինք օտարի դաստիարակությանը։ Դե այդ հասկացանք, բայց նորից։ Դե նախկինները, հասկանում եմ, ես նախկիններին չեմ կարող արտարացնել, ոչ էլ կարող եմ հասկանալ։ Ռազմիկ Դավոյանը եւ Ալվարդ Պետրոսյանը մնացել են Մերուժան Տեր-Գուլանյան, վերջ չկա ուրիշ մտավորական։ Ինչ ասեմ։ Խոսի ասի ինչ է կանում, ձեռքներդ հեռու, գոնե ասեն ձեռքներդ հեռու հայ առաքելական։ Եվ ընդհանրապես ինչու չի ամբողջական միությունները պահպանվել են, միությունները, ստեղծագործական միությունները պահպանվել են։ Եւ գրողների, եւ ժուրնալիստների, եւ ուրեմն կոմպոզիտորների, նկարիչների, բոլորը դել կա։ Ինչով եք զբաղվում։ Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում։ Այդ ի՞նչ է նշանակում։ Ինչ է նշանակում քաղաքականությամբ չես զբաղվում։ Այսինքն դու թող քո երկիրը գնա կորչի, բայց դու ասենք այդ մի քու գոթլիկ տեղում կաս ու դրանով բավարարվեցիր, հա։ Թե ինչի համար ոնց։ Այդ հարմարվողների վերջն էլ էլի մի հատ հանճարեղ ֆիլմ կա Դամյանի, հենց տենց էլ կոչվում էր Կանֆարբիստ։ Կարելի է թողնան գնան նայեն, տեսնեն ինչով էր ավարտվում այդ ամբողջը։ Հասկանում եմ, որ իրենց էությունը չի փոխվի իհարկե, հա։ Տեսեք, մեր գործընկերներից մեկը Արմինե Սիմոնյան հարց է բարձրացրել, որպես յուրաքանչյուր հայ մարդու ՀՀ քաղաքացու իրավունքն է հստակ տեղեկացված լինել, թե ովքեր են իր երկրի ղեկը ստանձնած անձինք եւ հարցեր է տվել։ Առաջին՝ Ինչ ազգության ներկայացուցիչ է Նիկոլ Փաշինյանը։ Երկրորդ՝ ովքեր են նրա իրական ծնողները, հայ թե օտարազգի։ Երրորդ՝ ճիշտ է, որ Նիկոլի հայրը ոչ թե Վովա Փաշինյանն է, այլ ազգությամբ թուրք մեկը, գուցե ադրբեջանական ղազախ բնակավայրից։ Ինչ կապեր է ունեցել նա կամ իր մայրը Էլչիբեի հետ։ Ինչ հոգեկան խնդիրներ է ունեցել Նիկոլ Փաշինյանը, որքան ժամանակ է Նիկոլ Փաշինյանը բուժվել հոգեբուժարանում եւ ինչ հիվանդությամբ է տառապում։ 6-րդ ճիշտ է, որ Նիկոլ Փաշինյանը ծնվել է հոգեբուժարանում եւ իր կյանքի 6 տարիները անցկացրել է Իջևանի հոգեբուժարանում։ Այս եւ այլ հարցեր տեղին է կարծում եք, պահանջում է որպես քաղաքացի, որպես հայ մարդ ստանալ այս հարցերի հստակ պատասխանը։ Սա երևի թե ուղղված է ԱԾ-ին։ Գիտեք ինչ, ես երեկվա վեհապարի խոսքը ինձ համար շատ ավելի ոչ թե միայն կարևոր է, այլ նաև շատ գնահատելի է։
Եթե մենք իջնենք սրա մակարդակին, իսկ ինքը դա է ուզում։ Նաև խորհուրդ տանք մեր գործընկերներին էլ ճիշտնել այդ մակարդակի եւ այն աղբակեղտը, այդ իր հարցադրումներով պլինտուս ասած է, էլի, դրանից ցածր որ գնում եք, արդեն չի կարելի։ Ես ամոչում եմ անհարմար եմ զգում, որ մեր գործընկերները այդ հարցերը Երեք Սրբազանին են հարցնում։ Ճիշտ է, որ այսպես քիչ էր մնում վեհապարին հարցնեն, անհարմար է, ես չգիտեմ, ամեն ինչ է կորցրել, մի հատ sense վարքյանական ինչ-որ sense գյադայական ինչ-որ Սա իր հատուկ ծրագրի մասն է, բարձա, չէ։ Այս բոլորը պետք է չենթարկվեն, այո, պետք է չենթարկվեն, այո։ Այդ վարքյանական ձեր այդ գայթակղություններից, ձեր այդ մակերեսային ընկալումներից անհարմար է վերջ տվեք։ Ես անգամ սրբազաներից մեկի խորհուրդ տվեցի, որ շատ կոպիտ արձագանքեն։ Ինչ է նշանակում, ասենք հոգեխանգարվածը ինչ որ տհասություններ է դուրս տալիս։ Դա ինչ է, մենք պիտի մասսայականացնենք, կրկնենք սրա ասածը։ Իհարկե։ Ինչի մասն է խոսքը, ընդհանրապես պետք չի դա մասսայականացնել։ Արշակ Սրբազանը շատ լավ ասեց, այդպիսի հարցեր, եթե դուք ունեք պատասխան, դուք տվեք, ինձ տենց հարց մի տվեք։ Անհասկանալի հարց մի տվեք։ Իհարկե, անհասկանալի տարօրինակ, տխմար, հիվանդ մարդու երևակայության։ Դուք հասկանում եք, մենք աշխարհում մեր շուրջ կատարվում են այնպիսի իրադարձություններ, որոնք անպայման անդրադառնալու են նաև մեր ճակատագրի վրա, մեր ազգի, մեր պետության։ Մենք զբաղված ենք այս ճղճին բաներով։ Դե հատուկ է անում, որ ավելի ճիշտ նկատեցիք վերջին սյունը։ Այո։ Վերջ դիմադրության, վերջին։ Եվ այդ պարագայում դիմադրության անգամ հոգևոր դիմադրության է, այնպես չի, որ հեսա սուրը առնելու են, գան չգիտեմ ինչ անեն։ Հիմա հարց եք տալիս։ Եկեք լեմյատ իրեն մենակ մի հարց տվեք, էլի։ Հանուն ինչ ես ապրում։ Ես չէ, անկեղծ։ Ուզում եմ հասկանամ, հանուն ինչի։ Թող ասի։ Թող ասի, որ մենք էլ հասկանանք, հանուն ինչի։ Դու հանուն ազգի չես ապրում։ Արդեն հաստատել ես 7 տարվա մեջ կրկնում եմ, եթե մենք դնենք, սկսենք, այն մենք որ արեցին 100 պատճառ ինչու պետք է նա ուրեմն հրաժարական տա, հիմա 100 չի, կարող է եւ 1000 լինի, մեզ էլ էին ասում, ժողովուրդ ասում են ինչ եք 100 գրել, հլա բանտ էլ ավելացրեք այդ 0։ Որտեղ ամեն օր մի աղետ է բերում։ Ուրեմն նշանակում է, որ պետք է հասկանալ, դու պետության ղեկավար ես, թե դու, չգիտեմ, մի հատ ինչ որ ֆերմայի վարիչ։ Ֆերմայի վարիչն էլ երևի ավելի նորմալ մարդ կլինի, քան թե այն ինչ որ հիմա անում է ինքը այս մեր պետության հետ։ Եվ ինչ գլուխ գովալ, որ իբր թե ես այսքան գումար վերադարձեցի, ես ուզում եմ այդ հարց տամ, այս շատ կարևոր բան է, որ ժողովրդի մոտ այդ նստում է, որ իբր թե այ տեսակ, մեզ ինչ որ բան արեց, լավություն արեց եւ այլն։ Ուրեմն առաջին հերթին պետության եւ իշխանության ամենամեծ պարտականությունը ժողովրդին ոչ թե լավություն, այլ պայմաններ ստեղծել նա, որպեսզի նա լավ ապրի։ 1. Երկրորդը, նա պետք է բոլոր հնարավորությունները ստեղծի, որպեսզի երկրում զարգանան այն ճյուղերը, հատկապես կարևորագույն ճյուղերը, որոնք առանձնացնում են Հայաստանը հարևաններից եւ հզորացնում են Հայաստանը։ Հələ մի հատ հիշեք, որևէ խոսք կա, այսօր Նախճիվանում գնում է զորավարժություններ Թուրքիա, Ադրբեջան։ Այս էլ որ երրորդ Հայաստանի բանակը երբևիցե այս 7 տարվա ընթացքում լուրջ որևէ զորավարժություն, իրական զորավարժություն չի արել։ Ինչու։ Այն ինչ որ ասում են գնել ենք Հնդկաստանից, Ֆրանսիայից, այդ զենքը առաջինը մինչև սրանք կարողանան տիրապետեն, տարիներ է պետք։ Երկրորդը մենք չգիտենք նրա հզորությունը։ Մենք ունենք հզոր զենք, ունեինք եւ ունենք։ Դա թողած բանակի զարգացման վերաբերյալ նորագույն տեխնոլոգիաներով ինչ գիտենք։ Մասնակիցները այդտեղ Արշակ Կարապետյան ասին, ոչ պիտանի զենքեր է եղել են այստեղ։ Շատ հնարավոր է, իհարկե հնարավոր է։ Չուկչայել չեք, չգիտեմ ով։ Այսինքն հիմա հարց է առաջ գալիս, գաղտնիք չի։ Բոլորը գիտեն, թե Ադրբեջանը ինչքան էս ունի, այն ունի եւ ինչքան է նոր բան առել։ Ոչ ոք գաղտնիք չկա արդեն այլևս։ Հիմա դուք որպես գաղտնիք եք պահում, ասեք Հայաստանի Հանրապետության բանակը ունի սա եւ ինքը հզոր է պաշտպանելու է իր պետությունը։ Տեսեք, պարոն Սարգսյան, որ ոլորտի մասին որ խոսենք, այսպես կարելի է հայտարարակ վիճակն է։ Հիմա արդեն տևական ժամանակ է Վրաստանի անցակետում խնդիր է ստեղծում, հայկական կոնյակը թույլ չեն տալիս, որ անցկացնեն, երեք էլ էլի հենց տեղից վարորդները նկարահանում են արել, ինչ է, ուղղակի այսպես բան վիճակի եւ ահազանգում են կառավարության շենքի մոտ Սա այս վարորդն է տեղից, ես ուզում եմ սա հանրայնացնել էլի, որ ինչ է կատարում, խնդրեմ։ Ասա 06-ը, այսինքն վենացիական տերմինալն է, նա չասոնա, մտնում ենք սենյակը, ոչ մեկ չկա,
ոչ մեկ կտրականապես չկա, այս է դուսնա որտեղ որ վենգալում են, այս սենյակից ուղարկում են այն սենյակը, այսինքն սա ավաղ չնում են, ու այսի կոչվում է կառավարություն, որը որ հարց է լուծում, այսա դուս ցույց կտան։ Լավն է, Նիկոլ։ Տես ինչի ես վերածել։ Հարցի ոչ պատասխանում են, ոչ էլ շոֆերները առավոտվանից այդ կաբինի մեջ պլյուս 30 աստիճան շոքին կաբինի մեջ ապրելով այս դեմը ինչքան ավտոտենում եք, հեսա ցույց կտամ։ Դեմը ինչքան ավտոտենում եք, սրանք սա հայկական ավտոներն են։ Ոչ ասում են հիմա ենք անալիզ վեկալել, ոչ ասում են վաղը, այս շարքը որ տենում եք, այսպես կանես, սրանք սա հայկական ավտոներ են։ Պլյուս դրան են հետևի ռադերով են կանես։ Ասում են երբ եք վեկալելու անալիզ, այսօր եք վեկալելու, վաղն եք վեկալելու, մյուսօրն եք վեկալելու։ Կենտրականապես ոչ մեկ ոչի բան ոչ ասում է, ոչ էլ բան են անում։ Ու մեր երկիրը կոչվում է կառավարություն, տրանսպորտի կապի նախարարը հարցը լուծվել է, պայմանավորվածություն կա։ Այս 3 օր է ձեր պայմանավորվածությունն է, դուք երևի ձեր հարցերը տան մեջ չեք կարող լուծել, ձեր տան մեջ ձեր հարցերը չեք կարող լուծել։ Ընկել եք պետության հարցերն եք լուծում, չեք կարող լուծել, ախպեր թողել գնացեք թող այս իշխանությանը մատ, ով որ այս հարցերին լուծում կտա։ Հա Սիրելի քաղաքացիներ, որ ձեզ անջատեք, սիրելի քաղաքացիներ են, որ ասում ենք, երբ որ դուք երջանկության մեջ եք փողոցի բոմժերը հեսա գալու են իշխանության, ձեզ թվում էր ինչ լավ է, այս փողոցի բոմժերը եկել են, քիչ թե շատ կայացած մարդկանց, ճանապարհ անցած մարդկանց հիմա պիտի ստորացնեն ու դուք դրանից հաճույք ստանաք, ու դուք շարունակում եք հաճույք ստանալ, դուք մոռանում եք, որ դա թակելու է ձեր տուրը։ Սա միայն մի էպիզոդ է։ Չէ, մի էպիզոդ, բայց տեսեք, այնտեղ խաղով են մշակում։ Այստեղ գործարան է աշխատում, այստեղ այդ ֆաբրիկան է, այստեղ տեղափոխում են, այդտեղ շշերի արտա, դուք տեսեք քանի շղթա է տապալվում։ Այո։ Տեսեք որտեղից։ Եվ ինչու։ Բացի այդ, այս մարդիկ պայմանագիր ունեն խաղաղագործների հետ։ Հիմա այս մարդը որտեղից պիտի գումարը պիտի վաճառի որ տա, այսինքն տեսեք, հիմա պիտի ասեք, հեչել թե չի կարողանում տանի, բայց այդ հեչել չի, հələ տեսեք քանի շղթա, քանի հազարավոր մարդիկ ինչ վիճակի մեջ։ Սա իգիտություն, երբ որ դուք գնաք ընտրության, որ չգնաք կամ այնտեղ անասունների շարքեր կա, որ ուղղակի չեն գնում, արդարանում են։ Այ, երբ որ կամ որ գնում եք փողոցի բոմժին, ընտրում եք դրանից հաճույք եք ստանում, իմացեք ոնց է թակելու ձեր դուրը։ Պարոն Սարգսյան, սա էլի ձեր թույլտվության մեջ ասեք։ Ասեմ ես։ Ուրեմն առաջին հերթին Վրաստանը որևէ իրավունք չունի ստուգելու մեր կոնյակի որակը, որովհետև ինքը չի ընդունում վաճառքի համար իր երկրում։ Ինքը ընդամենը տրանզիտ տարածք է, որի միջոցով այդ դա ընդունված կարգ է, դուք կարող եք ընդամենը հաստատվել դա կոնյակ եք տեղափոխում թե ուրիշ բան։ Դե ուրեմն մեր իշխանությունը չգիտի, պրոբլեմ կա, չէ՞, բա գնա լուծի։ Առավոտը ընկնավորված, հոգեկան։ Առավոտը զարթնում ես, ընկնում ես եկեղեցու ջանին, ճիշտ է։ Այ ժողովրդի, բա գնա լուծի։ Դա հաս, ժամանակ ունես, չէ՞, պարապես, չէ՞։ Բա գնայես հարցերը լուծի։ Դու տեսել եք քանի հազարավոր մարդիկ ինչու ասում եմ, որտեղ պրոբլեմա ինքը ստեղծել վրացիների համար Իրանի ճանապարհն, այնք էլ ասում են, այսինքն չես կարողանում հարց լուծել։ Չէ, չի ուզում նաև։ Եկեք դետել ասեք, չի կարողանալ այդ իր հետ։ Բայց ասում են արդեն պայմաններ կան իր ընտրած, ասենք նրանք ովքեր որ իրենն են։ Այո, իհարկե։ Հիմա ասում է օրինակ 3 չի առաջ օրը պաղպաղակ արտադրողների նկատմամբ, իդեպ, ես չգիտեմ քանի զանգ ենք ստանում, ինչ տերոր է ընդհանրապես մանր եւ միջին, դա էլ է հատուկ արված։ Այո։ Ինչու։ Հիմա ասենք մի հատ տիկին է, Անան գրել է իր մոտ Երանոսյան, չգիտեմ ինչ է, մի հատ ռայջը նայեք։ Սա կատնարտադրող է, տիկինը ոնց է կազմակերպում իմ քայլը, ինչպես է օգնում, աջակցում, հա? Երեմյան։ Հիմա պարզում է, որ սրանց այսպես հարվածում է, տնտեսական վարետակետներ, որպեսզի այն մարդիկ, ով իրենցն է, ով իրենց օլիգարխն է, ճանապարհ են հատում, ինչի համար, որտեղ կիս են, որ այդ միլիարդները անայետ կիս են, սա է խնդիրը։ Բա տեսեք, այն որ sense երջանկացած գործարաններ ասում ենք, ինչ անենք, լավ անենք, ճանապարհենք։ Հիմա տեսեք, այս իշխանության ներկայացուցիչներ գրել է Առաջիկայում հնարավոր է չի բացառվում, որ ես այցելեմ Վրաստան, տեղում եւս մեկ անգամ քննարկեմ այս հարցերը, կոնյակի բեռնատարները չթողնելու։ Գևորգ Պապոյան, իրենց նախարարն է գրել 13-ը 0-ին։ Չի բացառվում, հա։ 13-ը 0-ին հունվար Պետրոն մարտա, մայիսի 13-ին է գրել այս տարի։ Հիմա տեսեք, հետո գրում է 15-ին։ Առաջիկա օրերին ունենք պայմանավորվածություն եւ ես թերևս կայցելեմ Վրաստան հարցերը լուծելու։ Նույն մարտն է գրել Պապյանը, այս արդեն 15-ին։ Հետո գրում է նույն ամսվա 22-ին։ Այս պահին չունենք այնպիսի իրավիճակ, որի մայցը ավելի կարող է իրավիճակը փոխել։
քան on-line քննարկումներ են, այլ կերպ ասած, մի արի չենք ընդունելու։ Այս մարդն է գրում։ Այս գրումը արդեն 1 շաբաթ հետո։ Պլանավ, տեսեք էլի, ուզում եմ ասեմ, տեսեք այս թեր հաստահաստերը ու այսպես շարունակ ամսի 3-ին են, բայց հունիսին է արդեն գրում։ Պլանավորել եմ իմ այցը, բայց վրացական կողմը խնդրել է, որ հունիսի 6-ին իրեն գան Հայաստան նախնական լուծման, այս արդեն գրում է դրանից 10 օր հետո։ Հետո գրում է դրանից 3 օր հետո։ Վրաց բան է, էլի, սխառնոց առաջացնում, տեսեք ովքեր են սրանք։ Ուրեմն պետք է հասկանալ Եթե ուզում եք իմանալ, տեսեք ինչ եղավ, ով դարձավ ԿՊԱ-ական, իրենց այդ ԿՊ կառույցի մեջ, հատկապես падգամավոր, էլ ոչ նայում են ինքը մասնագետ է, փորձ ունի, գիտություն գիտի, գիտելիք ունի, թե չէ, կարելի է նշանակել նախարար, ոնց որ վարչապետ եք նշանակել, նույն ձևով կարելի է եւ նախարար, եւ ցանկացած փոխնախարար եւ այլ եւ այլ։ Փոխոցից իրանք որ փողոցային են, մի փողոցայինի բերել իշխանության, այսքան։ Տեսեք, ընդամենը անհրաժեշտ էր որպեսզի այդ անձերը, նույն այդ տղան, որը դարձել է հիմա նախարար, գոնե աշխատած լիներ վարչության պետ, բաժնի վարիչ, վարչության պետ, փոխնախարար։ Մաքսիմում ցրիչ են եղել, չգիտեմ ինչ են եղել։ Եթե չես աշխատել, դու ուրեմն միանգամից նախարար չես կարող լինես։ Եթե դու եղել ես ինչ քաղաքական գործիչ, ապա եւ այլն դու մի անգամից դարձել ես, չգիտեմ ինչ, դա էլ է սխալ, այսինքն պետք է լինի մասնագիտական կրթություն։ 3 Շենգավիթի չէ թաղապետը շրջման հրաժարական տեց։ Գիտեք ինչի համար են իրեն այդ պաշտոնի նշանակել։ Չգիտեմ։ Այս երիտասարդի ամբողջ կյանքի գործունեության ամենակարևոր բանը գիտեք ինչն է եղել։ Որ իրենց բանդայով խաթարել են Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը։ Հիշում եք այն բանդան, որ մտա։ Բա։ Զուտ դրա համար այդ մարդը նշանակվել է։ Ծառայություն է։ Լավ եք, սիրելի քաղաքացիներ, լավ եք, եւ հիմա խոսքս կոնյակագործներին, խաղաղագործներին, արտահանողներին, այն որ վեր ընկած եք։ Վերջին բառերով դիձ խոսել, որ վեր ընկած եք, իբրև թե այս ամենը ձեր մասին չի։ Երբ որ հարցակվել են հայ առաքելական եկեղեցու վրա հաստավիստը հասներ, այդ գնանք ձեր հարցերը լուծեք, գնանք Վրաստանի դեսպանատան մոտ իբր ձեր հարցերը լուծեք, իբր թե նես տակից մարդ գտնենք, բանանեն կարող է մեր ավտոները անցնի, չէ։ Այն որ այսօր հարցակվել է ինքը հայ առաքելական եկեղեցու վրա ձեր խնդրեմը չի, այն որ ինքը հարցակվել է արցախցիների վրա ձեր խնդրեմը չի, չէ։ Այո։ Ձեզ թվում է այդ ամենը ձեր խնդրեմը չի, չէ։ Այս կոնկրետ հարցակումը։ Դրա համար sense լոկալ գալիս են կանգնում են կառավարության առաջ, մեզ էլ ասում են մի խառնվեք, մի քաղաքականացրեք, մի քաղաքականացրեք։ Որ sense հարցակվել է եկեղեցու վրա, հարցակվում է մեզ վրա, հարցակվում է քաղաքական ուժերի վրա, հարցակվում է падգամավորների վրա, դա իբր թե ձեր խնդրեմը, դուք գնաք նա ձեր ոսկու գրամի, եսի ինչի հարկայինի հկե հարցը լուծեք, չէ, բանդան, թուրքերը, թուրքական իշխանությունը այսօր նստած, կամ խելքներդ, գլուխներդ կհավաքեք, դուրս կգաք ես պայքարին, կամ հասնում է ձեզ, ով որ այս դու քեզ հասնում է, դու պետք է գնաս այդտեղ այդ վիճակում լինես, հետևաբար, ցանկացած պայքարին դուք պիտի երեք, գնայք, օդանավակայան դիմավորեք, որտեղ այ նաև շատ ենք ուշացել, շատ ենք ուշացել, բայց նաև այդտեղից է սկսում պայքարը։ Ուրեմն այդ բոլորը ում մասին ասում ես, հարմարվող։ Բայց մենք այնպես չի որ այդ ժողովրդի կողքը կանգնած չեն։ Ձեր խնդիրները բարձրացրել են, հատկապես աշխատող մարդկանց։ Այո։ Այն ովքեր որ հարմարվող են, իրենց թվում է որ հնա թուրքն էլ կգա, իրանք էլի նորից կհարմարվեն։ Մենք գնացեք Արևմտյան Հայաստան շրջանից։ Այո։ Եվ ընդհանրապես այդ հարմարվելով ապրել եք այնքան ժամանակ, ինչպես որ ստրուկ 700 տարի Օսմանյան կայսրության մեջ։ Հիմա եթե պատրաստում եք նույնը անել, էլի նորից Թուրքի լծի տակ, դուք կարող եք հենց հիմա գնալ Թուրքիա, գնալ այնտեղ ապրել։ Ինչ գործ ունեք Հայաստանում։ Սա էլի տգիտության դրսևորում է միայն ցեղասպանությունից հետո։ Չէ որ քաղաքականությամբ չես զբաղվում։ 46 թվականի 72, 73, 74 թվականներին Թուրքիայում, հատկապես կենտրոններում կուլակաթափ են արել բոլոր հայերին, առանց այդ էլ է ջարդված կոտրված։ Հայերը թուրքական բանտում եղել են միայն այսպես ավելի պատկերավոր ասած համբալներ, սև հագուստ են հագցրել եւ տարել են անգամ որպես զինվոր էլ չեն կարել։ Դուք միայն հավաքարարի համբալի, չգիտեմ ինչ կարգավիճակում, ել չեմ ասում ինչ են արել ընդհանրապես հայկականության, հայության հետ ինչ է։ Այս մարդկանց խավը, որ ինձ ես արդեն ասում եմ, որ սրանք այսպես ասած
դասակարգ են դարձել, հա, իրականում մի որոշակի դասակարգ է, սպառողների դասակարգ։ Այս մարդկանց ուրեմն արգումենտ կոչվածը փաստարկը թե իբր թե դե ով գա որ դրանից լավը լինի, այս հիմարությունը հայ մարդ, այո, նախ եւ առաջ հայ մարդ, ազգային մտածելակերպով, այո, հայ մարդ, այո, դա եմ ասում, ազգայինը պետք է լինի հայ, պարզ է։ Եվ ինքնին հասկանալի է, որ մեր ժողովրդի արգանդը չի չորացել։ Այդ ձեզ համար կարող է չորացած լինի, բայց տենց չի լինում։ Ինձ միշտ ասում էին, բա որ Դեմիրճյանը չլինի ով լինի, բա որ Հարությունյանը չլինի ով լինի, հետո էսի չլինի, հետո Լևոնը չլինի, բա ով լինի եւ այլն։ Այդտեն չի լինում այ ընկերներ։ Կյանքը շարունակվում է, զարգանում է, գնում է։ Իհարկե Կարենսերով չպետք է մնար այ դա ուրիշ հարց էր, որ պետք է գնայինք ժողովրդով իրան շնորհակալ լինենք եւ խնդրեինք, որ ինքը շարունակեր կառավարել, որովհետեւ ինքը իսկապես պետության ղեկավար էր։ Այ այդ անձը գոնե առանձնացնում եմ ամբողջովին։ Բայց դա չի նշանակում, որ այլևս ոչ պետք է կանգ առնենք ու ոչ մի բան չկարողանանք անել, որովհետև այսօր ես չեմ տեսնում, ասում եմ։ Անոնց էլ մինից մեծամիտ բանով, այսօր ես չեմ, ինչ ես տեսնում, որ այդ տեսնես։ Ուրեմն կնշանակի, եթե դուք չեք փորձելու հասկանալ, ինչ կենսագրությամբ է այդ մարդը ապրել, ինչ գիտելիքներ ունի, ինչ հմտություն ունի, ինչ փորձ ունի, ինչ հնարավորություն ունի, այլ ոչ թե հրոխբոր տղեն է, ես ինչի գնամ նրան ձայն տամ, այդ մակարդակով ուզում եք որ պետություն կայանա, այ դրա համար սա եկել է մի շատ կարևոր եզրագիծ, կամ մենք կարողանում ենք, իսկ մենք կարողանալու ենք, առանց ձեզ, դրանք ովքեր որ չենք կարողանում կողմնորոշվեն, այո, միավորվելու է ազգը, եւ իհարկե այս մղձավանջից մենք դուրս ենք գալու, այլ կերպ չի լինելու Եվ սա Այս դուրս պրծուկնել է խոսել, դուրս պրծուկալենը եկեղեցին կունենա նոր ամենայն հայոց կաթողիկոս դու սկի քո տանը պիտանի չես քո ծնված եղած չեղածով չգիտեմ ով ես սենց հայտարարություն է արել Ուրեմն այդ ոնց ասեմ ինչ որ մի էյակ մեր գոյանք ասում մեր Խաչիկ Մանուկյանը գոյանք Իրեն սկսել է ես իմում տեղը դնել, թե ինքը չգիտեմ ով է, որովհետև այդ աթոռին նստած առ ոչինչ եք, որովհետև այդ աթոռը ձեր տակից հանեցին, դուք այլևս հիմա էլ ոչինչ եք։ Չէ, նա պիտի նկատի ունենանք, որ թուրքը իրենց ընտրել եւ նշանակել է հատուկ բանով անալիզներով, այո, հատուկ, այսինքն ասել է ամենուր ասել է, դու պատրաստ ես եկեղեցին պղծել, ասել են, այո։ Այնքան հստակ է, որպեսզի ոչ ոք կասկած չունենա, երբ որ սկսեց եկեղեցու դեմ եւ վեհապարի դեմ այս արշավը, այն օրվանից, երբ որ վեհապարը Բեռնում, ասում եմ, նորից եմ գալիս այդ պաստին, Բեռնում խոսեց ազգային պայմանության մասին, Արցախի վերաբերյալ։ Այ այդ օրվանից սկսվեց Հիմա այդքանը հասկացեք։ Այո, ոչ թե որովհետև իրենք մտածում են գերիների, որ մոռացել եք բոլորդ, որ մենք գերիներ ունենք, հիմա էլ շարունակվում է Ռուբեն Վարդանյանի։ ինչ որ մի բան, որը որ պետք է համակրելու, ոչ, այլ որովհետև իր այն ծրագիրը, որը ինքը պետք է իրականացներ, այլևս վեհապարը թույլ չտվեց, որ դա շարունակվի։ Բոլոր տեսակի պայքարներին կոչ միացեք, եթե երեք այնտեղ գնալ եւ եկեղեցին պաշտպանել, դա նշանակում է նաեւ պաշտպանել եւ ազատագրել մեր գերիներին։ Որովհետեւ այսօր միակ կառույցը, որ հետեւողական այդ ուղղությամբ աշխատում է, ինչ որ բան է անում, հայ առաքելական գերիների հարցը, ոչ չկա։ Եկեղեցին եմ պաշտպանելու եւ պաշտպանում եմ եւ պաշտպանելու։ Ուրիշ կառույց չկա, Ամսի 22-ին հայ առաքելական եկեղեցու Սուրբ Էջմիածնի օրն է, տոնն է։ Ամսի 22-ին Կիրակի օրը։ Ժողովուրդը հավաքվելու է Էջմիածնում։ Դա լավ կարևոր հարց է։ Մենք միասին շարժմամբ դիմել ենք վեհապարին։ Ոչ, բոլորը լինել են, բոլորը։ Դիմել ենք վեհապարին, որպեսզի մենք նույնպես մեր աջակցությունն է եւ օրհնությունն ենք ուզում ստանանք, հա, եկեղեցու օրհնությունն ենք ուզում ստանանք, որպեսզի շարունակենք մեր պայքարը։ Այս ամբողջը ձև չի, սա էությունն է Եվ նրանք ովքեր ինձ գիտեն կարող են ասեն բա դու եւ այլն, հա, ես ինչ ոնց, հա, ես եղել եմ եւ կամ եւ լինելու եմ
մեր ժողովրդի ավանդույթները պահպանող, շարունակող եւ մեր հայ առաքելական եկեղեցին, որը պահպանել է ազգին ամենածանրագույն դժվարին պահերին, այո, ես լինելու եմ եկեղեցու կողքին։ Եվ այո, վեհապարի կողքին, որովհետեւ մի հատ գնացեք բոլոր նրանք, ովքեր չեն եղել շատ վաղուց Էջմիածնում, մի հատ տեսեք ինչ ձևով է վերակառուցվել ամբողջ Մայրաթորի սուրբ տարածքը։ 25 տարում ինչ Տեսեք, վերականգնել եւ ինչ է եւ ինչ կարևոր դա հանգամանք է, որովհետեւ գալիս են օտար ազգի ժողովուրդը կամ մեր Սփյուռքից եկած մեր ժողովուրդը հիացած ման են գալիս ամբողջ տարածքով եւ նաեւ տեսնում են ինչպիսի վերափոխումներ է եղել։ Այդ ամբողջը արվել է հանուն նրա, որ մեր կենտրոնը, հոգևոր կենտրոնը համապատասխանի այդ որպես հոգևոր կենտրոնի գաղափարին եւ նրա չափանիշներին։ Սա փաստ է, սա է փաստը։ Սա է իր կատարած աշխատանքը, այլ ոչ թե այն մնացած ինչ որ ինքը իրենից ուզում է հորինել։ Եվ այս պարագայում դրա համար ժողովուրդը պետք է երախտապարտ լինի եւ անպայման լինի զորավիկ եկեղեցուն եւ նրա այսօրվա ղեկավարին։ Եվ գիտություն բոլորին այս պայքարը ինքը մոլորեցնելու է ձեզ, ինքը այլանդակություններ է տարածելու վեհապարի հասցեին, սա միայն վեհապարի դեմ ուղված պայքար չի, սա կոնկրետ ծրագիր է հայ առաքելական եկեղեցին ոչնչացնելու եւ հայ ժողովրդին ոչնչացնելու, եթե ձեզ դուր է գալիս մոլորվել հերթական անգամ իր սատերի տարապի տակ ընկնել, թե սա կաթողիկոս վեհապարի դեմ է, վեհապար որ դեմ է, ոչ, սա հայ ժողովրդի դեմ է, իգիտություն բոլորին եւ ավարտենք նորից վեհապարի խոսքերով հավատում ենք, որ հաղթելու ենք բոլոր դժվարությունները, կերտելու ենք մեր զավակների վաղվա պայծառ օրը, Աստված պահապան մեր ժողովրդին այսօր եւ հավիտյանս Գարեգին, ամենայն հայոց կաթողիկոս։ Շնորհակալություն։ Շնորհակալ։